Կլնի համ նկարվեմ, համ ձեզ լսեմ, էլի երեխեքին, լեզ լսում եմ ձեզ։ Ուրախ եմ, պարոն Խալացյան։ Գագիկ Խալացյան։ Դե, անկեղծ ասեմ, խոսքանում են անդրազգային մի հանցագործության մասին, որը թաքցվում է Հայաստանում։ Ինչ հանցագործություն, հա։ Բազմաթիվ բժիշկներ, սոցիալական ծառայության պաշտոնյաներ, միգրացիոն ծառայության, ընդհանուր մինչև Հայաստանի Հանրապետության Գերմանիայի Դաշնության նախկին եւ ներկա տեսփան։ Դե գիտեք, տենց հայտարարություններ անելը շատ պատասխանատու է։ Հիմա մեր մասին տենց բաներ ասում են, հələ բայց ինչ գրեցի, մեյլով եք գրել։ Հա։ Ինչ գրեցի։ Բիզնես չաթում եմ գրեցի։ Արձագանքեցի, բացատրություն պահանջեցիք Վարդապետյանանից եւ այդ մասը ուղարկեցիք։ Դե ուրեմն դատախազությունը զբաղվում է։ Ասենք իմ դաշտից գնաց։ Հանցագործությունը 100% եղել է Գերմանիայի Դաշնությունում։ Հաղորդումը է հանցագործության երեխայի հետ կապված խնդիրն է։ Հա, ինչ է դեպք կապված։ Սպանության փորձ փոշտանկումների միջոցով որը ծանր հետևանքներ է թողել։ Ես հիմա տարապում եմ յարդից հերոզով։ Դատախազության եմ ուղարկել, որ զբաղվում են, ես ուրիշ էլ ինչ զբաղվում եմ, որ ոչինչ չեն քննվում։ Խալացյան, չէ։ Կներեք էլի, ես դուք կներեք, բայց կարող եմ մանրամասն հրապարակել եւ հրապարակել։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ։ Ես մի հատ թեթև հարց ունեմ էլի։ Համեցեք։ Կարելի է։ Ես Ղարաբաղցի եմ, քաղաքից եմ, երկու երեխա